Եթե հարվածներ հասցնեն հիմա նավահանգիստներին, Իրանի նավահանգիստներին, նավթային արդյունաբերությանը եւ լուրջ տնտեսական վնաս հասնեն, ուրեմն նավթի գինը կբարձրանա, Դոնալդ Տրամփն իր խոսքերի տեր չի կարող լինել, որովհետեւ խոստացել է, որ նավթը շատ իջնելու է, այստեղ իհարկե Ռուսաստանը ձեռքերը շատ կտակացնի, կուրախանա, որ նավթը բարձրացել է, կունենա ֆինանսական լուրջ մուտքեր բյուջե եւ հնարավորություն ուկրաինական պատերազմում որոշակի ռևանշի հասնելու համար, այսինքն բավականին լուրջ միջազգային տեկտոնական իմ կարծիքով շարժումներ կլինեն, հուսանք, որ այս երկու շաբաթվա ընթացքում այս ամբողջը կհանգուցալուծվի, համենայն դեպս ես երեք տեղեկացա, որ Իրանի կողմը ցանկություն է հայտնել բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շարունակելու, բայց Իսրայելը այս երկու օրվա ընթացքում բոլոր այդ բանակցային սեղանին մասնակից մարդկանց վերացրել է, թե հիմա ում են ուղարկելու նորից ամերիկացիների հետ բանակցելու, միայն այաթոլլահին է հայտնի։